մեր առջև դրված խնդիրներ, մեր երկրում ունենանք կայացված բոլոր դատական գործընթացները։ Այս պայմաններում ունենք քաղաքացիական դատավարության էլեկտրոնային համակարգը, վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը, սնանկության էլեկտրոնային համակարգը, որը նախկինում պետք է արդեն գործարկված լիներ, բայց ինչ-ինչ պատճառներով չի գործարկվել, մենք դա ողջունենք արդեն այս ամսասկզբին, ամենաուշ եւ մենք աշխատելու ենք այլևս քրեական դատավարության էլեկտրոնային համակարգի շուրջ, որպեսզի մեր երկրում ունենան բոլոր դատավարությունները ունենան էլեկտրոնային հարթակ եւ տնային իրականացման հնարավորություն։ Հաջորդ կարևոր նորությունը վերաբերում է մեր քաղաքացիների մատուցող ծառայությունների ոլորտում տնտեսական աշխատանքներին։ Առաջին հերթին ուզում եմ խոսել ԿԿ գործակալության աշխատանքների ամբողջությամբ թվայնացման մասին։ ԿԿ գործակալությունը ունի մի քանի գործառույթ, որոնք վերաբերում են շատ քաղաքացիների, այսինքն բոլոր դրամաշտության գրանցում, մասնակցության գրանցում, հայության ճանաչում, երկարաձգի գրանցում, ծառայություններն են, ինչպես նաև անվանման փոփոխության հետ կապված ծառայություններն են, եւ այս բոլոր ծառայությունները մեր քաղաքացիները հնարավորություն ունեն ծառայություններից հնարավորություն ունեն օգտվել on-line տարբերակով, այսինքն առանց տանից դուրս գալու հեռախոսի միջոցով, մինականալով եսր համակարգի միջոցով հնարավորություն ունեն գրանցել օրինակ իրենց երեխայի ծնունդը, գրանցել ամուսնությունը եւ օգտվել այն ծառայություններից, որոնք մատուցում է մեր ԿԿ գործակալությունը։ Մենք վերջերս ենք գործարկել էլեկտրոնային համակարգը եւ դեռևս PR մեծ արշավ չեն իրականացրել, չնայած պետք է մոտակայքում իրականացնել, որպեսզի քաղաքացիների դիազեպացիոն մակարդակը բարձրացնել, բայց արդեն իսկ ունենք on-line գրանցումներ, օրինակ ամուսնության 133 on-line գրանցում ունենք, 66 on-line գրանցում ունենք, ամուսնության գրանցումների ավելի փոքր քանակով ունենք, հայության ճանաչում 3 կերպ ունենք, անվանափոխության 2 առցանց գրանցում ունենք եւ այլն։ Հաջորդ կարևոր ոլորտը դա իրավական անձանց պետական ռեգիստրի թվայնացումն է եւ այս առումով եւս մեր քաղաքացիների կյանքի հեշտացման նշված փոփոխություններ են իրականացվել եւ վերջերս սկսել գործել էլեկտրոնային համակարգը, որը հնարավորություն է տալիս մեր քաղաքացիներին տանից գրանցել իրենց իրավունքը նորմալ էլեկտրոնային եղանակով գրքում։ Այսինքն նույնականացվել է ESM համակարգի միջոցով, ինչու եմ սա շեշտում, որովհետև քաղաքացիների համար կարևոր է իմանալ, որ նրանք հնարավորություն ունեն օգտվել էլեկտրոնային ծառայություններից այն դեպքում, երբ առաջին հերթին ունեն նույնականացում քարտ եւ նույնականացվում են ESM համակարգի միջոցով։ Այսպիսով քաղաքացիները հնարավորություն եւ իրավունք ունեն գրանցել ցանկացած կազմակերպական ձև ունեցող իրավական անձանց էլեկտրոնային եղանակով, կայքում կարող են գտնել նույնիսկ տիպային կարգավորության օրինակներ, որոնց հիման վրա կարող են ներկայացնել համապատասխան քարտ եւ գրանցել իրենց իրավական անձանց։ Սա եւս մեկ քայլ է գտնվում քաղաքացիների կյանքի հեշտացման ուղղությամբ։ Հաջորդ թվայնացման գործիքը, որ մենք ունենք, ներդրվել է հաշտարարության ինստիտուտի հետ կապված։ Մեր երկրում արդեն գիտեք, կամ գուցե եւ չգիտեք, ընտանեկան որոշ գործերով գործում է պարտադիր հաշտարարության համակարգը եւ կա համապատասխան թվային հարթակը, որի միջոցով հաշտարարության process-ը կարող է տեղի ունենալ։ Մենք բավականին լավ ցուցանիշներ ունենք այս ոլորտում գրանցած, այն առումով, որ դիմումների շուրջ 30%-ի քննությունը ավարտվում է հաշտության համաձայնությամբ։ Սա նշանակում է, որ 30% դեպքերում ավելի քիչ հայցեր են գնալու դատարան եւ դատարանը այդքան ծառայաբեռնվածություն թոթափելու է եւ հնարավորություն է ունենալ կենտրոնանալ այլ գործերի քննության վրա։ Թվայնացման հաջորդ գործիքը, որը շարունակաբար կատարելագործում է, դա ARLIS կետերն հարթակն է։ Նոր ինտերֆեյսին արդեն մասնագիտական համույթը ծանոթ է, մենք կրկին փորձում ենք հաշվառել բոլոր խնդիրները եւ գնալ դրանց լուծման ճանապարհով, բայց ապագայում ARLIS-ը հնարավորություն է տալու ռազմական նախագծեր մշակել հենց կայքի ներսում։ Արդեն ըստ էության այդ հնարավորությունը առկա է եւ մենք սկսել ենք նախարարների հրամաններից եւ վարչապետի հրամաններից
եւ նաեւ վերապատրաստել են պետական մարմիններում աշխատողներց, որպեսզի նրանք իմանան ինչպես օգտվել այդպիսի այն գործիքակազմից, որը հնարավորություն է տալիս նախագիծ մշակել շրջանառել այն օգտվելով նաև Malbir համակարգից, ինչպես նաև ապահովել են փոխգործելիությունը e-draft համակարգի հետ, հեշտացնելով նախագծերի մշակման եւ դրանց շրջանառության գործընթացը։ Ես ուզում եմ խոսել մի շարք էական նշանակություն ունեցող նախագծերից, առաջին հերթին ծանոթությունների հետ կապված օրենսդրական փաթեթի մասին ուզում եմ խոսել, դա էլեկտրոնային կամ հրապարակային եղանակով ծանոթությունների ապահովման կառուցակարգերի նախատեսող նախագիծն է, որն այլևս նախագիծ չէ, այլ օրենսդրական ընդունված փաթեթ, այսինքն նախորդ տարվա ընթացքում ազգային ժողովի կողմից ընդունվել է համապատասխան օրենսդրական նախագծերի փաթեթը, ինչն սահմանում այդ նախագծերի փաթեթը։ Սահմանում է քաղաքացիների եւ անձանց, ոչ միայն քաղաքացիների, այլ նաեւ իրավաբանական անձանց պատշաճ ծանոթության կառուցակարգը, ըստ որի քաղաքացիները եւ իրավաբանական անձին հնարավորություն են ունենալ էլեկտրոնային հարթակների միջոցով, եթե եւ խոսքը կարող եմ արդեն նշել, որ հարթակի մասին է, հարթակ.am կայքի մասին է։ Այնտեղ անձնական տվյալների դաշտում լինելու է ծանոթությունների տեղադրման հնարավորություն եւ քաղաքացիները հնարավորություն են ունենալու իրենց վերաբերելի ծանոթություններին ծանոթանալ այդ հարթակի միջոցով։ Իհարկե, մեկ տվյալ մեկ անգամ սկզբունքը գործելու է, այսինքն քաղաքացիները, եթե ցանկանան ծանոթվել իրենց անձնական էլեկտրոնային հասցեի միջոցով, կարող են հարթակում զետեղել իրենց էլեկտրոնային հասցեն եւ ծանոթվել իրենց սեփական էլեկտրոնային հասցեին։ Կառուցակարգը հետևյալն է, եթե քաղաքացին չի ծանոթանում այդ ծանոթման բովանդակությանը, ապա հիբրիդային տարբերակով փոստային առաքանի միջոցով տվյալ ծանոթությունը ուղարկվում է քաղաքացու հաշվառման հասցեով։ Եթե քաղաքացին կրկին չի ստանում փաստաթղթային արդեն ծանոթությունը, ապա տվյալ ծանոթությունը տեղադրվում է ազդարար.am կայքում, դառնալով հրապարակային ծանոթություն եւ այսպիսով ծանոթումը դառնում է պատշաճ, իսկ ծանոթվողը դառնում է պատշաճ ծանոթված։ Այս օրենսդրական փաթեթով մենք մի շարք հարցեր ենք լուծում, մի կողմից հեշտացնում ենք ծանոթողների եւ ծանոթվողների կյանքը, այսինքն պարտադիր հայտ-փոստ այցելելու այդ խնդիրը լուծվում է եւ մյուս կողմից հեշտացնում ենք մի շարք process-ներ, այդ թվում դատական process-ներ, որովհետեւ նկատած կլինեք, որ դատական մի շարք նիստեր հետաձգվում են քաղաքացիների պատշաճ ծանոթված չլինելու պատճառով կամ դեկանում են կրկին պատշաճ ծանոթված չլինելու համակարգով պայմանավորված։ Հաջող մեկը նախագիծը, որը այս պահին քննարկվում է ազգային ժողովում եւ առաջին ընթերցումը արդեն իսկ անցել է, գերակաշահի ճանաչում սեփականության իրավունքի սահմանափակմանը վերաբերող օրենսդրական փաթեթն է։ Մենք բավականին երկար այս նախագիծը քննարկել ենք եւ նախագծով լուծվում են այն կարևոր հարցերը, որոնք առաջանում էին այս գործողությունների շղթային ընթացքում։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն դատական գործերը, որոնք այսօր կան, վերաբերում են հիմնականում փոխհատուցման չափի հետ կապված վեճերին։ Այսինքն քաղաքացիները չեն համաձայնում հատուցման այն չափին, որը որոշվում է փորձագետների կողմից եւ տրամադրվում այն իրավաբանական օպերատորների կողմից, որոնք ճանաչվում են որպես օպերատոր, եւ մենք որոշեցինք, որպեսզի քաղաքացիներն ունենան մասնակցություն շուկայական արժեքի չափի որոշմանը, այսինքն ունենան ընտրելու հնարավորություն, թե որ գնահատող կողմից պետք է այդ գնահատումը իրականացվի, ինչպես նաև ներկա կարգավորման նախատեսվում է, որ քաղաքացիներին տրամադրվում է շուկայական արժեք գումարած դրա 15%-ը, մենք հիմա նախատեսել ենք, որ ևս 15%-ը փոխանցվի քաղաքացիներին, այսինքն շուկայական արժեք գումարած 30%, եթե քաղաքացիները առանց դատական վեճերի ցանկանան փոխանցել իրենց սեփականության իրավունքը, եւ քանի որ հիմնական խնդիրն այն է, որ այդ վեճերը տևում են երկար եւ սեփականության իրավունքի փոխանցումն այս պահին կապվում է դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու հետ, մենք այդ փուլը տեղափոխել ենք ավելի վաղ փուլ եւ անհամաձայնության դեպքում շուկայական արժեքի վերաբերյալ
Համապատասխան գումարը փոխանցվում է դեպոզիտ հաշվին, որը ցանկացած բաժին կարող է տնօրինել քաղաքացին, եւ սեփականության իրավունքի փոխանցումը հնարավոր է դառնում այդ պահից, ինչը քաղաքացուն չի զրկում փոխհատուցման չափը վիճարկելու հնարավորությունից։ Այսինքն դատական պրոցեսը կրկին կարող է տեղի ունենալ, բայց սեփականության իրավունքի փոխանցման պահը տեղափոխվել է ավելի վաղ փուլ։ Եվ նաև մշակել են քաղաքացիների իրավունքների պաշտպանության լրացուցիչ կառույցակարգեր եւ նաև փոխհատուցման չափի որոշման հստակ չափանիշներ, օրինակ, եթե բիզնեսի տարածք է վերցվում, ապա 1 տարվա բաց թողնված օգուտ, ֆինանսների հատուցում եւ այլն, դրանք պետք է հաշվարկվեն շուկայական արժեքների, եթե միակ բնակարանն է վերցվում, ապա հաշվարկման մեխանիզմը այլ է, մի խոսքով շատ ավելի քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը միտված փաթեթի մասին է խոսքը եւ սա արվում է նրա համար, որպեսզի մենք հետագայում խուսափենք այն խնդիրներից, որոնք նախկինում առաջացել են խոսքը նախկինում Եվրոպական դատարանի կողմից արձանագրված խախտումների մասին է, նշեմ նաև, որ այս փաթեթը անցել է Վենետիկի հանձնաժողովի ֆիլտրով եւ արժանացել է Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությանը։ Հաջորդ մեկը նախագիծը դա սնանկության մասին օրենսգիրքն է։ Այսօր ունենք այնպիսի իրավիճակ, ցավով եմ նշում, որ սնանկությունը եւ այդ process-ը ավելի շատ օգտագործվում է պարտատերերի պարտքը փակելուց խուսափելու համար եւ հստակ ոչ թե հստակ չեն, այլ մեղմ են այն պայմանները, որոնց արկայության դեպքում անձը կարող է ճանաչվել սնանկ։ Ինչպես նաև չկան հետևանքներ սնանկ ճանաչվելուց հետո անձի հետ կապված վարքագիծ դրսևորելու համատեքստում։ Այս բոլոր խնդիրների լուծման է միտված սնանկության օրենսգիրքը, որը համապարփակ եւ համահրիչ կերպով կարգավորելու է եւ նյութական եւ դատավարական օրենսգրությունը եւ կենտրոնում ունենալու է առողջացման գաղափարը։ Այսինքն մենք մինչև սնանկության բարույթը կանխարգելի չբարույթներ ենք նախատեսում, որպեսզի պարտական իրավաբանական անձին եւ ոչ միայն իրավաբանական, այլ ֆիզիկական անձին հնարավորություններ ունենան առողջանալու եւ ոչ թե սնանկանալու, լուծարվելու եւ այլն։ Այս նախագիծը արժանացել է կառավարության հավանությանը եւ ապագայում քննարկվելու ազգային ժողովում։ Հաջորդ կարևոր նախագիծը ունի մեր երկրում դատավարությունները կարելի ասել ավելի արդյունավետ կերպով կարգավորելու միտք եւ նաեւ ժամկետների հարցում նոր կարգավորումներ ունենալու մտադրություն։ Խոսքը բոլոր դատարաններում գործերի քննության կոնկրետ ժամկետներ նախատեսելու նախաձեռնության մասին է։ Յուրաքանչյուր նախագծում մենք հիմա տարբեր փուլերում ենք գտնվում։ Օրինակ, քրեական վերաքննիչ դատարանում սահմանվում է գործերի քննության 6 ամսյա ժամկետ, այն մեկ կամ եթե չեմ սխալվում 2 անգամ պատճառ չէ, մեկ անգամ 4 ամսով երկարացնելու հնարավորությամբ, իհարկե այդ երկարացումը պետք է լինի պատճառաբանված որոշմամբ, եւ այդ նախագծում նախատեսվում է նաեւ վերաքննիչ բողոքի գրավոր քննության ընթացակարգ։ Իհարկե նախատեսվում է նաեւ հնարավորությունները, եթե կողմը կամ դատարանը ցանկություն ունի տեղափոխվել բանավոր քննության, դա կարող է տեղի ունենալ, այսինքն այնպես չէ, որ մենք ասում ենք վերջնական, որ միայն գրավոր քննություն է տեղի ունենալու քրեական վերաքննիչ դատարանում։ Այս նախագիծը առաջին ընթերցման ընդունվել է ազգային ժողովի կողմից եւ քննարկվելու է երկրորդ անգամ։ Հաջորդ նախագիծը վերաբերում է վարչական վերաքննիչ դատարանին։ Այս դեպքում մենք կրկին սահմանում ենք գործերի քննության 6 ամսյա ժամկետ եւ սահմանում ենք գրավորության սկզբունք։ Այս նախագիծը կրկին առաջին ընթերցմամբ արժանացել է ազգային ժողովի հավանությանը եւ տեղափոխվել ենք այլևս երկրորդ ընթերցման փուլ։ Մյուս բոլոր դատարանների դատավարություններում ժամկետների նախատեսմանը վերաբերող նախագծերը բացի քրեական դատարանից, խոսքը առաջին ածանի դատարանի գործերի քննության ժամկետների սահմանման մասին է, այլևս գտնվում են ազգային ժողովի տիրույթում առաջին ընթերցման հետ կապված քննարկումը շուտով արդեն տեղի կունենա։
Ինչ է սա նշանակում, որ մենք որդեգրում ենք եւ ապահովելու ենք քաղաքացիների համար կանխատեսելիության գաղափարը։ Այսինքն քաղաքացին եթե առաջվի դատարանի հետ, պետք է իր համար կանխատեսելի լինի, որ իր գործի վերաբերյալ քննությունը տևելու է օրինակ առավելագույնը 1 տարի կամ առավելագույնը 2 տարի, եւ սա շատ լուրջ ու կարևոր քայլ է միտված ողջամիտ ժամկետների գործերի քննության սկզբունքի իրացմանը, դատավարությունների արդյունավետ իրականացման սկզբունքի իրականացմանը եւ մի շարք այլ սկզբունքների ապահովմանը։ Ամենամեծ խնդիրն է դեռևս սա, որ մեր պետությունում գոյություն ունի, եւ մենք գնում ենք դա ռադիկալ ճանապարհով, ռադիկալ կերպով լուծելու ճանապարհ, որովհետեւ մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ որքան էլ մենք ասենք, որ դատավորների քանակը քիչ է եւ փորձենք հաստիկներ ավելացնել, աշխատավարձ բարձրացնել եւ այլն, միևնույն խնդիրը չի լուծում։ Իհարկե, զուգահեռ նաեւ պետք է աշխատենք դատարանները այլ ճանապարհներով բեռնաթափելու ուղղությամբ։ Մեկ օրինակ կբերեմ, այսօր ամենածանրաբեռնված աշխատում է ըստ էության վարչական դատարանը, վարչական վերաքննիչ դատարանում մեծ փոփոխություն է տեղի ունենալու, այս նախագիծը ևս առաջին ընթացքում հաստատվել է ազգային ժողովի կողմից, խոսքը պետական մարմինների վերադասության կարգով, այսինքն վերաքննիչ բլոկ ներկայացնելու իրավունքի սահմանափակման նախագծի մասին է, մինչև 300,000 դրամ տուգանքներով ակտերը, պետական մարմինները այլևս հնարավորություն չեն ունենալու բողոքարկել վերաքննիչ դատարան եւ վիճակագրական թվերը փաստում են, որ այս փոփոխության իրականացմամբ վերաքննիչ վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը թույլատրվելու է 30%-ով։ Այսինքն վարչական դատարանը հնարավորություն ունենալու կենտրոնանալ այլ գործերի վրա եւ ավելի արագ քննել գործերը եւ քանի որ նախորդին նշեցի, որ ունենալու են հստակ ժամկետ գործերի քննության, ըստ էության մեր քաղաքացիները կարծում եմ պետք է ապագայում 1-2 տարի հետո գոնե թե գոհ լինեն այն process-ի տեղողությունից, որի մեջ իրենք կհայտնվեն։